Իներետ բնակավայրի վարչական տարածքում գտնվող Արարատի մասին Բարմիսալի կրակարային երկրների օգտակար հանածոյի հանքարդյունահանման օգտագործման իրավունք ստանալու շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին, ովքեր են կողմնորոշման կրկին։ Հենց այսպես ավարտվեց մոտ 4 ժամ տևած Վեդու ավագանու նիստը։ 14 կողմձայնով որոշվեց Օրդ Գրուպ ՍՊ-ին տալ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի կրաքարային մերգելների կավակրաքարային հանքավայրի օգտակար հանածոների հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ նախատեսվող գործողությունները։ Վեդու ավականին այդ կանաչ լույսը տվեց ու դա իրենց պատասխանատվության վրա է։ Գիտենք, որ ավականու նիստը դռնբաց է լինում որպես կանոն, սակայն ի սկզբանե մեզ համար փորձեցին խոչընդոտներ ստեղծել եւ թույլ տվեցին միայն նրանց, ովքեր նախորդ օրը դիմում էին ուղարկել, իսկ մարդիկ, ովքեր քաղաքացիներ, ովքեր պարզապես ուզում էին ներկա գտնվել, շատ կոպիտ ձևով նրանց նախ չթողեցին մուտք գործել, իսկ ովքեր, չգիտեմ, ինչպես կարողացել էին հասնել դահլիճ, շատ կոպիտ ձևով նրանց դուրս հրավիրեցին։ Օրենքը ինչով են խախտել։ Դահլիճից դուրս եկեք։ Խնդրեմ դուք ասեք ինչով են ուրիշ բան դուք խախտում։ Երկրորդ անդադ Վեդու համայնքի ղեկավարը փորձում էր այնպես ներկայացնել իրավիճակը, որ այս որոշումը, այս ձեռք բարձրացնելը ընդհանրապես դեր չունի եւ ամեն ինչ կախված է շմագից։ Այս դեպքում հարց է առաջանում, այդ դեպքում ինչի համար էր նիստի օրակարգում ընդգրկված հարցը, եթե ամեն կերպ փորձում էր այդ որոշման արժեքը սխալ տեղած է, դա գյուղատնտեսական գոտի է։ Այնտեղ էլի ներկայացուցին հարց հնչեց, քանի որ ես ելույթ իրավունք չունեի, ես խնդրեցի, որ հարցը հնչեցվի ռեկուլտիվացիոն ծրագրի մասին, որին էլի անդրադարձ չեղավ, եթե այդ մարդիկ գիտեն ռեկուլտիվացիոն ծրագիրը ոնց է լինելու, իրենք հաստատ կպատասխանեին։ Կուզեին իրանք պատասխանեին այդ հարցին։ Պատասխան չի հնչել։ Ոչ, որտեղ նախորդ ռեկուլտիվացիոն ծրագիրը ընդգրկված էր այն հիմնավորումների մեջ 8, որի հիման վրա բացասական եզրակացությունը տրվել է։ Նիստը վարող Գարիկ Սարգսյանի կողմից հստակ նկատեցի տրամադրվածություն հանքը շահագործելու, որովհետև սկզբում ասում էր շմագը պետք է որոշի, հետո ասեց ինչ ուզում եք արեք, հանքը բացվելու է։ Այսինքն, եթե դուք եք կոչ անում, որ սպասեն շմագի որոշմանը, ոնց եք ասում ինչ ուզում եք արեք, բացվելու է։ Վերջի անգամ կրկնում տարեկան 150 միլիոն դրամ մեր համայնքի բյուջե հող է մտնելու, 250-ից 300 աշխատատեղ է բացվելու։ Այս հանգաղ համայնքում Եթե այդտեղ անպայման փոշին ավելանալու է, նշանակում է մեղուներ չեն թռնելու, նշանակում է փոշոտումը քիչ է լինելու, նշանակում է բերքն է քչանալու, գյուղացին արդեն կուժվեց, պլյուս, երբ որ գալիս է գնողը որ կանի, եթե տեսնում հանքա, ինչա, էլ չի զուգ գնի, կամ մեջ շատ էժան է վերցնում գյուղացուն, այսինքն արդեն այս ռիսկերը կա, պարոն Բաբայան, դուք լինելով գյուղատնտեսության և էկոլոգիայի բաժնի ղեկավար, դուք սրանք պետք է իմանաք, ու պետք է բարձրաձայնեք, ոչ թե կանգնեք հանքարդյունաբերության կողքը, ես իրանց հանդեպ ոչինչ չունեմ, թող գնան լավ հանքեր բացեն, ուրիշները խուժի, բայց այս հանքա, մարդկանց գլխի վրա է, մոտ 10,000 գյուղացի է ապրում այդտեղ, հազարավոր աշխատատեղեր են, հազարավոր, պարոն Սարգսյան, ուրեմն նայեք համացություն անձեմ, մի կիլո ցեմենտը մեծածախ, արժի 56 դրամ փողոցներում, մեր ամենաէժան խաղողը, որ հանձնում են, 150 դրամ արժի, հիմա արեք շահից խոսանք, որն ավելի շահավետ, գյուղացին 150 դրամով խաղողը ծախի, թե գնա բերում աշխատի 200,000 դրամ ստանա։ Ժորժ ջան, ես ձեզ ցույց եմ տալիս վնասը փաստերով։ Սա Արարատ ցեմենտի գործարանի շրջակայքն է, տեսեք անապատ, նկարից երևում է գորշությունը, եւ սա այստեղ սարի շուրջ մեր այգիներն են, ամբողջ կանաչ տարածքը մեր դաշտերն են, մեր դաշտը այս այգիներից մեկն է։ Եվ Գարիկ Սարգսյանը սա ասում է 0 հետևանք, սա 0 է նրա դիտարկմամբ, հաշվարկով։
Քանի որ ՇՄ նախարարությունից նամակ ուղարկել եմ ու մտահոգությունս հայտնել եմ եւ շրջակա միջավայրի նախարարությունից կցել եմ այն ապացույցները, որ ես ունեմ, բացառապես կոորդինատները չեմ նշել զուտ ապահովությունից դեռ ելնելով, որովհետեւ մտավախություններ ունեմ։ Սպասել եմ մինչև հարցը տեղափոխվի նախարարության տիրույթ եւ նախարարությունից ստացել եմ պատասխան, որ իմ ունեցած տվյալները հաշվի են առնվելու ցանկացած որոշում կայացնելու գործում։ Տեսնում եք, ասում են պայթեցումներ չի լինելու, դա մենակ իրանք չեն, բոլորն են անում, հենց նույն առաջվա այդ դինգնդինգը, որ կար մյուս, բայց դինգնդինգը երևի մեջների ամենաազնիվն էր, որտեղ իր բանում իր հաշվետվության մեջ կար այդ կետը, մենք կարդացինք, մենք տեղից իմացանք, որ պայթեցումներ թույլատրվում է այն դեպքում, եթե վթարային բան ստեղծվում իրավիճակ եւ ասենք դատարկություններ են եւ վտանգ սպառնում աշխատողներին։ Այսինքն այս սողանցքը կա էլի, որ կարող են, ասենք, իրանք այնտեղ մենք գիտենք, այնտեղ դատարկություններ շատ կա, որտեղ այնտեղ օծեր են ապրում, կարիճներ, հա, մտներ, այնտեղ դատարկություններ կա, հրաբուխային սարա, ոնց կարող չի լինի։ Մի դեպով կարա պարզի քանի հատ տենց կա։ Այսինքն ցանկացած ժամանակ կարող են պայթեցում կատարել, որտեղ պայթեցման եղանակով ինքը ապրանքի ինքնարժեքը ավելի ցածր է եւ մրցունակ է։ Չի կարա Արադ ցեմենտի կողմը այնտեղ պայթեցումներով աշխատեն, իրանք ստեղ չէ։ Չեն կարա, ուղղակի չեն կարա։ Չեմ անում ինչ կլինի, այս պայքարում ենք, մենք պայքարում ենք, չենք հանձնվելու, բայց որ ներդրողներ էլ չեն գա ու շատերին ես գիտեմ որ հրաժարվել են, դա փաստ է։ Ներդրողները այսպես բաներից են, որ հրաժարվում են գան։ Ես ինքս քանի հոգու գիտեմ, որ հրաժարվել են, ասեն չենք գա։ Չունենք, մի քիչ փող ունենք, գնանք մեր համար կապրենք։ Բոլորը նույն երգն են երգում։ Մի դերասանի թատրոնադի ժողովը ոնց ասին, հենց արվում է։ Այդքան մի բան։ Քաղաքացու ձայնը Արարատի մարզի Վեդի համայնքից։